Մենք արդեն կարելի ասել 11-րդ տարին է, որ գալիս ենք այցելում ենք այս շիրիմներին եւ միշտ եկել ենք արտահայտելու մեր վիշտը, մեր ցավը, բայց նաեւ մեր հույսը, որ այնուամենայնիվ մի օր արդարադատությունը հաղթելու է եւ որ մեր տղերքի սխրանքը ի վերջո ստանալու է իր գերագույն իմաստը։ Որն էր այդ իմաստը։ Մենք միշտ դրա մասին ասել ենք։ Մենք ասել ենք, որ տղաները, մենք բոլորս գնացել ենք ընդհանրապես պայքարելու մեր իրավունքների համար, ազատության համար, երկրում ժողովրդավարության համար, սահմանադրության հաստատման համար։ Բայց այդ պայքարում մենք տվեցինք ծանր կորուստներ։ Մեր տղաները պայքարել են դրա համար, իրենց կյանքը իմաստավորել են հենց այդ պայքարով, բայց գիտեք, ինչն է կարևոր այսօր։ Մի քիչ կարող է տարօրինակ բան ասեմ, բայց այսօր վշտի, ցավի այդ մեր զգացմունքներին խառնվում է նաև ինչ-որ իմաստով ուրախության զգացմունքը, բացատրեմ ինչի, որովհետև վերջապես մենք ազատվել ենք այն դահիճներից, ում ձեռքով այս մարդիկ մեր զավակները գնացին, վերջապես մենք տեսնում ենք, որ արդարադատությունը հնարավոր է, որ ոճրագործության հեղինակները, կատարողները, չգիտեմ, հրաման տվողները, կազմակերպիչները նրանք պատժվելու են։ Եվ սա ես համարում եմ շատ կարևոր հանգամանք, որովհետև պարզ է արդեն մեզ համար, որ այս ինքնազոհողությունը, որի տղաները գնացին, նա իմաստավորվում է, որովհետև իրենց ջանքերով, մեր բոլորիս ջանքերով մենք Հայաստանը նորից բերում ենք դեպի դեմոկրատիա, դեպի ազատություն, դեպի օրենքների եւ սահմանության երկիր։ Ինձ համար շատ կարևոր էր հետեւյալ հանգամանքը, որ այսօր վարչապետը ոչ միայն կազմակերպել է այդ երթը, ցույց տալով, որ այսուհետև պետությունն է կանգնած ժողովրդի թիկունքին, ժողովրդի իրավունքների եւ քաղաքացիների իրավունքի պաշտպանության գործում, բայց նա նաեւ շատ կարևոր քայլ արեց, որի մասին, ասենք, մենք վաղուց երազել էինք, ինչպես Բրիտանիայի վարչապետ Դավիթ Կամերոնը Տրաֆալգարի արյունալի դեպքերի վերաբերյալ ներողություն հայտնեց պետության անունից կատարվածի համար, այդպես էլ մի օր գալու է, մենք տեսնելու ենք այն օրը, երբ որ Հայաստանի ղեկավարը կանի նույն բանը եւ պետության անունից ներողություն կհայտնի զոհերից։ Այսօր մենք այդ պահը տեսանք, այսօր դա կատարվեց եւ սա ամենամեծ վկայությունն է նրա, որ մենք գնում ենք դեպի արդարադատություն եւ որ տղերքի բերած այդ ինքնազոհությունը իմաստազուրկ չէր, հակառակը ծառայեց մեր բոլորի ազատության հաստատման համար։ Ես ուզում եմ դիմել տղերքին, հատ առ հատ ասել իրենց անունները, դա Համլետ Թադևոսյանն է, Տիգրան Աբգարյանը, Զաքար Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Գորգ Քլոյանը։ Տղերք, ձեզ են դիմում հավաստիացնելով, որ մենք ձեզ միշտ հիշելու ենք եւ միշտ գնահատելու ենք ձեր սխրանքը։ Իզուր չէ, որ պայքարեցին հանուն բռնապետական իշխանության կարգերի տապալման եւ հայ ազգի համար։ Ես էլ եմ կրկնում։ Թող սահմանամերձ գոտում զոհվեր, խփեին, մենակ Հայաստանի պայմաններում։ Միտեղ էլ ես հպարտանում եմ, որ ինքը իր կյանքը նվիրեց հայ կանանց, հայ երեխաներին, հայ ժողովրդի համար։ Բոլորը 10-ից էլ գոհ են, Արմեն ջան։
Ինչ արել ես, լավ ես արել։ Այդ պարգաստեղը դել չփոշմանես։ Ձեր թանկագին հոգու հանգստություն։ Շնորհակալություն բոլորից։ Հայ ազգային կոնգրեսից, որ մեր հետ միշտ կանգնած է եղել։ Դա մենք գիտենք, բոլոր ծնողներս, բոլոր ազգը գիտի, որ այսօր թե ովքեր են կանգնած այս տաժողերի կողքին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։